կրակեն վարը, որ հալցնենք, մինտիլը ջուր կրենք, մշտական մեր գործ։ Մխից հեռու կանի տղեկ։ Հարևան գյուղից բերում են կալոսներ, կուտակում ենք ձմռվա համար, գիտենք որ մեր վիճակը էս պետք է անի, սա ձմռ պետք է ջուրը հալցնենք, որ ջուր կրենք։ Այս խնդիրը 90 թվից կա։ Դրա մասին գիտեն թե կառավարությունը, թե մարզպետարանը եւ թե մնացածը։ Լրիվ խոսքի արտագաղթի պատճառը եղել է ջուրը։ Ու ջրի երեսից են գնացել։ Հայ-թուրքական սահմանին գտնվող եզդիաբնակ Թլիկ գյուղն է։ Գյուղի 92 բնակիչներն ամեն օր ջրի բացակայության դեմ գոյամարտ են տանում։ Գյուղում խմելու եւ ոռոգման ջրամատակարարման գործող համակարգեր չկան։ Թալինցիները 10 օրը 1 խմելաջուր են բերում Թլիկ եւ վաճառում 40 լիտրը 350 դրամով։ 7 հոգանոց ընտանիքը 10 օրվա համար միջինում 200 լիտր ջուր է գնում։ Այս տարի արդեն ոնց որ համբերության բաժակը լցվել է ժողովրդի։ Արդեն մեր երեխեքը պետք է մեծանան, այգուս չեն ասի, այ էշ երկոպիտ ասած, սենց ոնց է կապրեչ։ Ոռոգման ջուր ստանալու համար աշխատեցնում են Ախուրյան գետից ջուր քաշող պոմպը, որը կառուցվել է 1996-ին բարերարների աջակցությամբ։ Այս պոմպի հետ կապված երկու խնդիր կա։ Նախ այն տարեկան 4-5 անգամ շարքից դուրս է գալիս։ Թեև պոմպը տեղադրված է եղել մարզպետարանի թույլտվությամբ եւ գտնվում է մարզպետարանի պատասխանատվության տակ, գյուղացիներն իրենց գրպանից են վճարում պոմպը վերագործարկելու համար։ Օրը ես իշքան 300 լիտր ջուր բերեմ, որ 30 անասում է հերկի ջուր խմի։ Այս երեխեն շորերը լվացվի, լողնա, ես լողանամ, այս անգամ էլ չեղավ, ճամպեն կփակենք, երկաթգիծը կշրջենք, էլ սենց չի անում, չենք ում գոյատևենք։ Մենյակ ես ջուրն ենք թապեմ, որ օրսենք շոր ենք լվանում։ Եսա լվացարան տյանի վեդրուն։ Այդ վեդրոյ ջուրը բիզի տանեմ տամանասուն։ Ջուր չեղնելու պատճառով։ Պոմպի գերազանց աշխատանքի դեպքում էլ Ախուրյան գետի ջրի պիտանելիությունը կասկածելի է։ Գյուղացիները գետի ջուրն օգտագործում են անասունների, հողի ոռոգման համար, ջրով լողանում եւ լվացվում են եւ այնուամենայնիվ ջուրը կոչում են կանալիզացիայի ջուր։ Մի քանի կոյուղիներ թափվում են Ախուրյան գետը։ Այս դեպքում երեխաների ոչ թե շուրթերով, այլ մաշկով հայտնի դարձավ ճշմարտությունը։ 2 ամսական Էմիլին ջրի պատճառով մաշկային վարակ ունի։ Նայ, ճագատով բանով լրիվ թե մի այդ կալոսի մրից էր, թե կանազացիայի զիբիլնային չի մանասում։ Դե առել եմ դենք, կսում եմ չի անցնում, լողցնում եմ նոր նույն պատմություն աղում երեխու մոտ։ Պոմպի տեղադրումից 1996-ից մինչև 2009 թլիկցիները գետի ջուրը նաև խմում էին։ Կրկին ջրի անպիտանությունը փաստվեց երեխայի մաշկով։ Երեխես 14 տարեկան է իմի։ 2009 թվին ինքը ունեցավ ինֆեկցիա, 12 մատի աղիք է, 1 ստամոքսի աղիք։ Տենց ձենը բարձրացինք, այդ ջուրը չթողեցին խմենք։ Թլիկի ջրազրկման մասին մամուլում սկսեցին խոսել ռուս սահմանապահների լիազորությունների հնարավոր չարաշահման համատեքստում։ Հունվարի 14-ին գետի պոմպը, որը գտնվում է հայ-թուրքական սահմանը գծող Ախուրյան գետի ափին, շարքից դուրս էր եկել։ Սահմանապահները մասնագետներից անցագիր էին պահանջել պոմպին մոտենալու համար, ըստ այդմ պոմպի վերագործարկման հարցը ձգձգվել էր։ Համաձայն 1992-ին Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև կնքված սահմանապահ զորքերի գործունեության մասին պայմանագրի սահմանապահների գործողությունները լիովին իրավաչափ էին։ Ռուսները պատմության չարյաց փոքրագույնն են։ Խորհրդային տարիներին Թլիկում գործել են խմելու եւ ոռոգման համակարգեր։ Խմելու համակարգի խողովակները բոլորովին վերջերս 2014-ին անհայտ անձանց ձեռքով ապամոնտաժվել են։ Արագածոտնի դատախազությունում հարուցված գործը նախաքննության փուլում է։ 250 կիլո կարի ես ցանեմ, անձրևի հույսին ես, մեստե անձրև եղավ կեղնի, այդ 1 հեկտարից ոնց էլ եղնի 700 կիլո կարի քանեմ։ Անձրև չի եղնեմ,
Այդ քու ցանածն էլ այդտեմ կորեմ, քու այդ սայլարկի փողն էլ որ տվել ես տրակտորին վարելա, ցանելա, այդ էլ այդտեմ կորեմ։ Բայց որ ջուր եղնի, այդ քու մի հեկտարը չես առնի մի 600 կիլո կարի, այ կառնես 2 տոննա կարի։ Այդա հերտուննա։ Հələ նա տուննա այդ 2 կարը բանով բերել եմ մեշոկով։ Խորհրդային տարիներին Թլիկի եւ հարակից մյուս գյուղերի ջրի խնդիրը լուծելու համար կառուցվել էր ջրագիծ, որը գործարկվեց 2001-ին։ Թլիկին սահմանակից Շիրակի մարզի Անիպեմզա գյուղի տարածքում կառուցվեցին 1-1000 խորանարդ մետր եւ 2-250 խորանարդ մետր տարողությամբ ավազաններ, որոնցից Շիրակի մարզի մի քանի գյուղ թե խմելու, թե ոռոգման համար պիտանի ջուր են ստանում։ Սակայն ավազանից ջուր ստանալու համար ամբողջ խողովակային համակարգն ունեցող Թլիկը ծրագրից դուրս մնաց Արագածոտնի եւ ոչ թե Շիրակի մարզի գյուղ լինելու հետևանքով։ Կոմունիստներից հետո անը Բագրավանը ջուր հանեց, չեր հոր հանեց։ Ջուրը մի կաչ այդենն մեծ պասինը բաժնումա գեղին։ Դեմ չեմ։ Թող մեզ էլ սոճիկն էլ թող դնեն վրեն։ Ինչ եկա մեր գեղին, ինչ օգտագործինք, մենք այդ փողի տերն ենք։ Տանին փողը մուծինք։ Ինչպես է հնարավոր լուծել Թլիկի ջրի հարցը։ Կան մի քանի տարբերակներ։ Առաջին, Արագածոտնի մարզպետարանից մեզ փոխանցեցին, որ գյուղը Շիրակի մարզին սպասարկող Անիպեմզայի ավազանի ջուրը ստանալու համար կարող է դիմել կառավարությանը։ Այդ ջուրը պիտանի է թե խմելու, թե ոռոգման համար։ Երկրորդ, գյուղում կա արտեզյան ջրհոր, որը փակված է։ Խորհրդային տարիներին եզրակացրել են, որ ջրհորը ջրազուրկ է եւ չեն գործարկել, սակայն թլիկցիները պնդում են, հորում ջուր կա։ Պարզելու համար մարզպետարանի կողմից երկրաբանական հետազոտություն պետք է անցկացվի։ Ջրհորի գործարկման արդյունքում գյուղը կապահովվի թե խմելու, թե ոռոգման համար պիտանի ջրով։ Երրորդ տարբերակը ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ստեղծված Թալին ջրօգտագործողների միություն ոռոգման ջուր ունենալու համար դիմելն է։ Չորրորդ տարբերակը 2017-ի հունվարից Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալած Veolia ջուր ընկերությանը դիմելն է։ Veolia ջուր ընկերությունը իր սպասարկվելիք գոտին ժառանգել է ջրի նախկին օպերատորներից։ Ստացվում է, որ խմելու ջրի համակարգ ունեցող շուրջ 560 համայնքներ շարունակելու են տեսանելի ապագայում խմելու ջուր չունենալ։ Սակայն ընկերությունը պարտավորություն ունի ընդլայնել իր սպասարկվելիք տարածքները։ Գյուղի ջրի խնդիրը լուծելու հարցում գործում է համահայաստանյան կդիմեն գուցե կաշխատենք բանաձևը։ Բարձրորակ ջրի պաշարներով հարուստ երկրներից մեկի գյուղում ասում են, խորհրդային միությունից ինչ լավ բան կար, վերացրին։ Միակ ժառանգածն այն է, որ 21 եզդի երեխա գյուղի դպրոցում եզդիերեն, հայերեն եւ ռուսերեն ուսումնասիրելուն զուգահեռ նաեւ գերմաներեն են սերտում։ Որ գումար չենք մուրում, չէ։ Պահանջ, մի բան, որը որ մեր ուժերից վեր է, եթե մեր ուժերի սահմաններում եղներ, հաստատ դրա համար է չենք դիմում։ Մենյակ խմելա ջուր եմ ուզում, ուրիշ բան չեմ խմելա, ոռոգման ջուր, խմելա ջրի չնորոգալ եմ։